ամոթ ամեն հայ մարդու, որ այդպիսի երևույթը կարող է կասկածի տակ դնել։ Բա մենք այս աշխարհի երեսին ապրում ենք, ինչի համար, որ մեր հարազատներին կոտորեն ու ասենք այդպիսի բան չի եղել։ Вопрос геноцида армян, он не может быть поставлен под какой-то вопрос. Геноцид армян признан многими странами мира, и очень странно, что именно в Армении сегодня руководство Армении эту огромную проблему, которая до сих пор не решена, ставит под сомнение. Я думаю, что это временное такое явление, связанное с какими-то личными интересами руководства Армении. Что касается геноцида, я так могу сказать. И совершенно не то, что я не понимаю, весь армянский народ не может не понять, не принять такую позицию. Թուրքերը ուզածն անում է, թուրքերը արդեն 15 տարուց սկսած իրանք այդ փաստը հերքում են։ Նիկոլն էլ անում է ինչ որ թուրքն է Իրանից ուզում։ Ախր ինքան չի որ մի բան ընդդեմ։ Ինչ ընդունում, ոնց հրաժարվել է, այնի իր մորն էլ հրաժարվի հորն էլ։ Դա նույն պատմությունն է։ Եթե հրաժարում ես հայ ցեղասպանություն, դու հրաժարում ես որ դու հերես ունեցե, մերես ունեցե, կամ ազգես ունեցե, կամ ցեղես ունեցե։ Ուրիշ ոչ մի բան չեմ կարող ասել։ Այդ շիզոֆրենիկի մասին վարշի աշխատեք քիչ հաղորդում։ Ու տելեզորով մի ցույց տվեք, որ տենում է քիչ ամեն տելեզորը ջարդեմ։ Նիկոլ Փաշինյանը թող կասկածի տակ դնի իր մարդ տեսակը։ Իսկ ցեղասպանությունը կասկածի տակ դնելու ոչինչ չկա, 100%-ով ապացուցված է։ Մենք բոլորս 80%-ից ավելին Հայաստանում ապրողներս գաղթած ենք։ Ես ինքս Բայազետից, Պապայիս կողմը։ Յուրաքանչյուր հայը յուրաքանչյուր անձը մեր հայացքում ունի խորը իր ցավը եւ դա ընտանիքների մեջ է, դա պապական, պապերի եւ տատերի մեջ է։ Մենք մեզ տենց են դաստիարակել մեր մեծերը։ Դրա համար մենք չենք կարող դա մոռանանք, դրա համար պայքարել են 100 տարուց ավել։ Եթե խոսքը արդեն հասել է հայոց ցեղասպանությանը, ես կասեի Նիկոլ Փաշինյանը իր ներկայության օրոք նաև ոչ թե միայն կասկածի տակ է դրել հայ ժողովրդի կյանքը, այլ նաև Արցախի գոյատևման, բնաջնջման հարցն է ինքը եւ հարցականի տակ դրել եւ վերացրել անգամ այդ գաղափարը, որ Արցախը հայկական է։ Ես արցախցի եմ եւ ամեն ինչ իմ վրա կրելով արդեն հասկանում եմ, որ մարդ եթե չի ցավում իր հայ մարդու համար, նա չի կարող ցավել նաև իր ոչ թե երկրի համար, այլ իր անցյալի համար։ Мы знаем, что парламент ратифицировал договор, вернее, не договор, а принятие, вопрос принятия Армении в ЕС. А сам Европейский Союз хочет видеть Армению в своем составе? Первый вопрос. Ну, я думаю, что там не готовы по многим вопросам. Я сейчас не буду раскрывать эти вопросы, наверное, каждый знает. А заявление России не берется в счет. Россия заявила, что Армения не может быть одновременно в Европейском Союзе и одновременно с Россией, то есть в экономическом союзе с Россией. И здесь мне кажется, что вопрос поставлен однозначно, и нужно выбирать Армению. Армения, я не думаю, что Армения будет выбирать Европейский Союз. Здесь чисто какая-то внутриполитическая, так сказать, амбиция, которая хочет показать, что вот Армения может быть и с Евросоюзом, может быть и с Россией, но на двух стульях усидеть не получится. Ղարաբաղը չընդունեց,
պետք է Ռուսաստանը մտներ Ղարաբաղը հայերը, այսինքն ես նկատում եմ Ղարաբաղը պետք է Ռուսաստան մտներ, ոչ մեկ ձեռ չէր տա իրան։ Երկրորդը մենք որ Ռուսաստանից ձեռ քաշեցինք։ Հիմիտես Բելարուսիայի պես հզոր երկիրը Ռուսաստան փոչին կպած մանագա, զատո մի ատոմային զենք ունի, կարամա պաշտպանի, ով կարա Բելարուսիային բան ասի, կամ տեխնայի, կամ թեկուզ ձեր հետ Եվրոխորհուրդը, Եվրոմիությունն, Ամերիկանա, ոչ մեկն չի կարա։ Պետք է հզորը մարդկանց հետ բանը, որ իրոք արժանի են։ Հայաստանը ամեն ինչ կկարենա, ու ամեն ինչ դիմացել է իր դարերով, այսօր էլի մենք վերադառնում ենք դիվանագիտական պահին, պետք է լավ լինի։ Այսօր մեր թշնամու ազգի, օրինակ Թուրքիայի ղեկավարը, տեսեք ոնց է աշխարհում, որ հարաբերությունների մեջ է ազգերի հետ, նույն Ռուսաստանի հետ, նույն Ամերիկայի հետ, Եվրոպական միության հետ, ինչպես է ինքը խաղում, կարանք տենց ասենք։ Մեր ղեկավարությունը դրա մի քիչ չոր է տանում, ես իրանց հետ համամիտ չեմ, տենց պետք չի։ Մենք պետք է այնց անենք, որ մեր համար լավ լինի, որ մեր երեխքի համար լավ լինի։ Հա, ասում են հայ ժողովուրդը ասում են այսօր մի մաս հայ ժողովուրդը ասում է սահմանները գցենք։ Վատ բան չկա դրա մեջ, սահմանները որ գցենք ու դա լինի մի հատ լավ ցենտր հայ ազգը, աշխատող ազգ է, պատրիոտ ազգ է, ինքը շատ բան կարա անի, նույն Եվրոպայի հետ, ինքը պետք է լավ հարաբերությունների մեջ լինի, բայց ինքը չի կարա պրոստը տակ չորով Ռուսաստանին մի քիչ sense կոպիտ ասեմ Ռուսաստանին կամաց հարաբերությունները սառացնի, որովհետև Ռուսաստանում ապրում են 3.5 միլիոն հայ, դա աշխարհի 30% հայությունն է։ Իհարկե չի կարող։ Եթե հնարավոր լիներ տարիներ շարունակ փորձ ցույց է տվել, որ մենակ Ռուսաստանի գազից կարող ենք օգտվել, ու Ռուսաստանի հետ ճանապարհն է երևի ավելի մատչելի, որ ապրանքը Հայաստանում քիչ թե շատ մատչելի լինի։ Կողքի հարևանից որևէ бан խնդրելն է ավելի մոտ, թե հեռավոր բարեկամից ինչ-որ բան խնդրել։ Безопасность Армении находится на самой низкой точке. Я не знаю, наверное, с первого дня существования Республики Армения. И это результат той политики, которая ведется с 2018 года. Это видно и понятно не только мне. Այսօր շատ դժգոհ եմ 30 տարի ավելի ապահով ենք ապրել, ավելի վստահ ենք մեր գլուխը դրել բարձի վրա քնել, քան հիմա։ Հիմա անընդհատ ոնց որ ռումբի վրա լինենք, անընդհատ սպասում ենք որևէ վատ լուրի։ Առավոտ արթնանում ենք, շատ շուտ նայում ենք հեռախոսների մեջ, տեսնենք թե նոր ինչ կա։ Վատ առումով։ Շատ բան ենք կորցնում, մորալնի կորցնում ենք խոսքը, այս քանի տարվա մեջ լուբոյ յուրաքանչյուր հայը մորալնի դեգրադիրovat արել, ասենց ասեմ, այսօր ցավոք սպասում ենք, որ ինչ-որ մի բան կատարվի, մի բան լինի, պետք է սարս միանանք իրար, երբ որ միանանք իրար ամեն ինչն էլ ճիշտ ուղինով կգնա, ես կարծում եմ, ես մինչև վերջեր պայքարելու եմ իմ խմբի հետ, իմ ընկերության հետ, մեր համայնքի հետ, պայքարելու ենք, որ հայ ազգը անվտանգության մեջ լինի։ Ինչ անվտանգություն ունենք մենք, ինչ անվտանգ, այսինքն ինչը նկատի ունենք, մեր սահմանները պաշտպանված են լավ, դա անվտանգություն է կոչվում։ Հա, չէ, ունենք, ինչ ունենք։ Այն որ չեն կրակում, հա թակու բիր կրակում չեն ասում, հա։ Ապագայում մենք պետք է աշխատենք այն կառավարության հետ, որ էկոնոմիկան բարձրանա, հայերը լավ ապրեն։ Սա դարերով տանջվել են, մեր խեղճ հայերը տանջվել են, արուն են թափել ու այսօր գոնե զավակները պետքա իրանց պապերից լավ բաներ ստանեն, լավ բարեր վեկալեին, սենց մի քիչ թասիբով ասեմ, հայկական ասեմ, ու ես հավատում եմ, որ դա այտենց կնի, որտեվ հայ ազգը խելոք ազգ է, խելացի ազգ է։ Հայաստանի հաջորդ իշխանությունը իմ կարծիքով պետք է հայամետ լինի։ Պետք է ազգային մակարդակ այնքան, որակ այնքան բարձր լինի, որ ժողովրդի մեջ տարաձայնություն ընդհանրապես չլինի։ Հայը աշխարհի որ ծայրում էլ ուզում է լինի, ինքը հայ է։
հայերի միաբանության քարոզություն պետքա լինի, պետքա հայերի միասնության քարոզություն պետքա լինի, հայամենտ, հայ ազգի սիրող ազգային մարդ, ուրիշ ոչ մի բան։ Եթե ազգը չսիրեց այդ մարդը, չպաշտպանեց իր երկիրը, մնացածը սուտ է։ Եվրոպան սենց ասեց, այս մեկը սենց ասեց, այս մեկը նենց։ Ունեցիր սեփական խելք, որպեսզի ոչ մեկը չշեղի քո ուղղությունից։ Ավելի լավ ոչ մի իշխանությունը չլինի, մենք այդ առաջ ոնց էր միշտ ռուս սովետի վարտով, երկրորդ քարտուղարը բերում էին ռուս էին դնում, խի, որտեվ առաջի քարտուղարի վրա հույս չկար, դնում էին կոնտրոլ։ Մեզ ոչ վարչապետ, ոչ բան ճիշտ ասեմ։ Մեզ խելոք մարդ է պետք, որ իսկ իրոք մտածում, պետք է գրագետ լինի, հասկացող։ Այս Ճովանը ինչ է հասկան, պատմություն գիտի։ Ինչ պատմություն գիտի ինքը։ Я бы хотел видеть патриотическое, проармянское правительство, государство, которое будет думать о гражданах Армении и о связях с диаспорой, с многочисленной диаспорой во всех странах мира. И мне кажется, что, конечно, этот день придет. Но какие потери на этом пути мы еще увидим, большой вопрос.